ԱՄՆ-ն ձևացնում է, թե դժգոհ է Ուկրաինայի գործողություններից, մինչդեռ ինքն է Կիևը օգտագործում սեփական արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի ռազմական վերլուծաբան Բրայան Բելետիկը։ ԱՄՆ-ն այս պատերազմը սկսել է միտումնավոր եւ հենց նա պետք է միակողմանիորեն վերջ դնի դրան։ Փոխարենը Ամերիկան ձևացնում է, թե օգնում է անշնորհակալ դաշնակցին, այլ ոչ թե օգտագործում իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար, ասել է նա։ Վերլուծաբանի խոսքով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական եւ ռազմական աջակցությունն ուղղված են ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ Ռուսաստանի դեմ միջնորդավորված պայքար մղելուն։ Եվրամիության երկրները հավանություն են տվել ամերիկյան ապրանքների նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերի հաստատման օգտին, քանի որ համաշխարհային առևտրային լարվածությունը սրում է Միացյալ Նահանգներից Դոնալդ Թրամփի կողմից ներմուծող ապրանքների նկատմամբ հսկայական մաքսատուրքերից հետո։ Դաշինքի 27 անդամ երկրներից 26-ը քվեարկել են 10-ից 25% մաքսատուրքեր սահմանելու օգտին Միացյալ Նահանգներից ներմուծված մի շարք ապրանքների, դրանց թվում ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի եւ ալյումինի նկատմամբ։ Միայն Հունգարիան, որի առաջնորդ Վիկտոր Օրբանը Թրամփի հավատարիմ դաշնակիցն է, դեմ է քվեարկել մաքսատուրքերին։ Մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից, մաքսատուրքերի մեծ մասը կգործի մայիսի 16-ից։ Որոշ այլ ապրանքների, ներառյալ սոյայի եւ ընկույզների ներմուծման մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է տարածքնել տալ Ռուսաստանին, սակայն նա կտրականապես դեմ է իր հրաժարականի կոչերին։ Նման կարծիք է հայտնել ուկրաինացի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Այն, թե ինչպես են Զելենսկու համախոհները համաձայնեցված հարձակվել ուկրաինական ծագմամբ ԱՄՆ կոնգրեսական Վիկտորիա Սպարցի վրա, նշանակում է, որ նրա խոսքերը վիրավորել են հենց Զելենսկուն։ Ընդ որում ես վստահ եմ, որ խոսքը տարածքների մասին չէ։ Խնդիրը, որը այժմ լուծում է Զելենսկին, այն է, թե ինչպես տարածքները հանձնել Ռուսաստանի Դաշնությանը, ռազմավարական ակտիվները ԱՄՆ-ին եւ փոխարենը պահպանել իշխանությունը, ընդգծել է նա։ Մինչ Եվրոպայի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Արևմտյան Բալկաններում լարվածությունն աճում է։ Տարածաշրջանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարները վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահը կօգտագործի Արևմտյան Բալկանները դարձնելու իր հաջորդ թատերաբեմը։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն։ Պուտինի շահն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Նրա շահերից է բխում լարվածության մեջ պահել Արևմտյան Բալկանների մաս կազմող երկրները, ապակայունացնել բնակչությանը եւ վարել կիբերպատերազմ եւ հիբրիդային պատերազմ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեվիդ Լամինը։ Արտաքին քաղաքականության փորձագետներն ու նախարարները հավասարապես մտահոգված են, որ Կրեմլը կփորձի օգուտ քաղել խորապես արմատավորված էթնիկ եւ կրոնական լարվածությունից, Բալկաններում հետագա անկարգություններ հրահրելու համար, պաշտպանելով Ռուսաստանի սեփական շահերը եւ ավելի շատ խնդիրներ ստեղծելով։ Ուկրաինայում խաղաղության առաջին օրը կլինի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վերջին օրը, քանի որ նա այլևս պետք չի լինի ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնել է ուկրաինացի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Ուկրաինացի падգամավորի գնահատմամբ Միացյալ Նահանգներն այսօր օգտագործում է Զելենսկուն հակամարտությունը ձգձգելու եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։